Մենք կրկին հողի եթերում ենք այսօր մեզ է միացել թուրքագետ Նելլի Մինասյանը, բարև ձեզ։ Թուրքիայի անվտանգության խորհուրդը հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերին աջակցություն է հայտնել։ Շարքային տեղեկություն։ Բացի դրանից կար տեղեկություն, որ քննարկվել են ըստ էության որոշակի ավելի իմ կարծիքով բովանդակային հարցեր են քննարկել եւ ինչ որ որոշումների ըստ էության կարելի է սպասել առաջիկայում։ Ինչի հետևանք է։ Իմ կարծիքով Վաշինգտոն այցի արդյունքը։ Նկատի ունեք Թուրքիայի, այո։ Թրամփի հետ հանդիպման ավելի շուտ, այդ ավելի լայն ուրեմն անձնակազմերով հանդիպում տեղ ունեցավ, քննարկումներ, ամենատարբեր հարցերն են իրանք քննարկել, ներքին, արտաքին հիմնականում, լայն տարածաշրջանային կոնֆլիկտների եւ կարծում եմ սա նույնպես մասսա գտել այդ քննարկումների։ Այսինքն ենթադրում եք, որ հայ-ադրբեջանական Վաշինգտոնյան համաձայնագրի նկատմամբ Թուրքիային ուղղորդում է Վաշինգտոնը, ինչ որ առումով այո, որովհետև ըստ էության Թուրքիայի մոտ եւս Վաշինգտոնյան հռչակագիրը որոշակի ուրեմն փոփոխություններ առաջացրեց, որտեղ այս պարագայում Միացյալ Նահանգների ներգրավվածությունը կարևոր է Անկարայի քաղաքականության համար։ Իհարկե եղան քննադատություններ, եղան այնպիսի տեսակետներ, որ ԱՄՆ-ի ավելի լայն ներգրավմամբ Թուրքիան ռազմավարական պարտություն աստեցության կրում, որովհետև կամ հետընթաց է ապրում, որովհետև եթե նախկինում ինքը հիմնականում Ռուսաստանի եւ Իրանի հետ պետքա տարածաշրջանային հարցերը քննարկել, ինչի մասին անդադ խոսում էին, եւ Թուրքիան նաեւ դեմ էր արտատարածաշրջանային ուժերի մեր տարածաշրջանի դարձների ներգրավելուն։ Հիմա տեսեք եկել է Վաշինգտոնը, որի հետ իրանք ունեն բազմաթիվ խնդիրներ առնվազն եւ ստիպված են դա ընդունել եւ այստեղ մի շատ կարեւոր խնդիր էլ կա վերաբերում է Թուրքիայի ներքաղաքական կյանքին, որտեղ դրանից հետո հատկապես ընդդիմությունը անդադ նշում է, որ ոչ թե Թրամփը կամ նահանգները պետք է Էրդողանին ըստ էության Թուրքիայում կառավարելու լիազորությունը կամ իրավունքը տան, այլ ուրեմն Թուրքիայի ժողովուրդը։ Նշեցիր Նյու Յորքը, Նյու Յորքում Էրդողան Ալիև հանդիպում չեղավ, շփում չեղավ։ Ինչ որ ազդակ է դա։ Չեմ կարծում, ես կարծում եմ ուղղակի դա ավելի շուտ օրակարգի սահմանափակվածության հետ է եղել, բայց կանանց մակարդակով եղել է հանդիպումներ։ Թուրքական ավիաուղիները կանոնավոր չվերթներ կիրականացնի Հայաստան։ Գիտեք, երկու կողմից կարելի է այս Չի եղել, չէ՞, երբևէ։ Չէ, երբևէ չի եղել։ Նշեմ, որ Turkish Airlines-ը դա ամենախոշոր ընկերությունն է աշխարհի մակարդակով, այսօր կարելի է անգամ ասել, մի քանի խոշորների է ինքը զիջում, եւ ինքը հանդիսանում է Թուրքիայի մեղմ ուժի քաղաքականության կարևոր մեխանիզմներից։ Այսինքն այս առումով Հայաստանը պետքա որոշ ուրեմն առնվազն ինֆորմացիաներ դիտարկի։ Մյուս կողմից ըստ էության կարելի է համարել դրական, եթե միջև վերջ իհարկե նա այդ ուրեմն թռիչքներ իրականացվեն, որտեղ այնտեղ նշվում է, որ դեռ պետք է հասկանան, գնահատեն իրավիճակը, արդյոք այդ պոտենցիալը կա թե չկա։ Զուտ տնտեսական կամ տրանզիտ տեսանկյունից իմ կարծիքով օգտակար կլինի, որտեղ Ստամբուլի օդանավակայանը միջազգային խոշոր օդանավակայան է, ըստ էության այդ օդանավակայանից տրանզիտ առումով որտեղ ուզես կարող ես գնալ։ Կապենք Քլչի այցի հետ, այսպեսի։ Կարելի է կապել, որովհետև ըստ էության այստեղ նույնպես քննարկվեցին բովանդակային հարցադրումներ եւ դրանցից ամենակարևորներից ըստ էության ապաշրջափակման, տրանսպորտային ուղիների եւ այս տարբեր հարցեր են քննարկվել եւ գուցե սա կարելի է համարել այսպես սկիզբը, որտեղ նախկինում էլ կար իմջայլոց թուրքական ավիաընկերություն Pegasus-ը, որը որ իրականացնում էր։ Հիմա կարծեմ իրանք 20-ից հետո չեն իրականացնում կամ շատ սահմանափակ էր, բայց այս կամպանիայի գալը Հայաստան դա արդեն շատ ավելի լուրջ է։ Թուրքիայի տրանսպորտի նախարարը ասում է մենք հիմք ենք դրել Զանգեզուրի հաղորդակցությանը,
Չգիտեմ ճիշտ է թարգմանված։ Միջանցք բառը չի օգտագործվել։ Չի օգտագործել, որտեղ այլևս օգտագործելի չի, դե պահը նպատակարար չի եղել։ Ընդհանրապես Հիմա մենք գալիս ենք այդ վերջին, որը վերջին օրերի։ Այո։ Ընդհանրապես այ մյուս ուրեմն խնդիրը Վաշինգտոնյան դեկլարացիայի դա էր, որ այդ փաստաթղթի ստորագրումից հետո, ինչպես գիտենք, ճանապարհի անվանումը ըստ էության փոխվեց TRIP, եւ դրանից հետո Թուրքիան ավելի զգուշությամբ է այդ բառն արտահայտում, եթե օրինակ փոխվել է նաեւ խնդրի բովանդակությունը։ Այո, փոխվել է նաեւ խնդրի բովանդակությունը։ Տեսեք, այստեղ իրենք ուզում են միջին միջանցք, որի հետ կապված կարծես թե արդեն պայմանավորվածություն ունեն Չինաստանի հետ, որտեղ մեծ հաշվով դա չինական ուրեմն գոտի ճանապարհի մասը հանդիսանալու եւ այստեղ միջին միջանցքի մի հատված, ուրեմն մեր հատվածը, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, իրենց բառապաշարում եւ իհարկե այստեղ իրանք ռազմավարական խնդիրներ էին դնում, այլ լուրջ ավելի խնդիրներ կար, բայց հիմա այսպես մոտեցման փոփոխությամբ, հա, եւ անունի փոփոխությունը արդեն փոխեց բովանդակային բավականին մեծ խնդիրներ եւ այդ դրանից հետո թուրքական կողմը արդեն հիմնականում միջանցք բառ չի օգտագործում, այլ օգտագործում է հաղորդ ուղիներ եւ եթե նախկինում Հայաստանի անունը չէին նշում, ապա հիմա Հայաստանի նշում են որպես տրանզիտ երկիր։ Այստեղ կա շատ մի կարևոր խնդիր, որ ըստ էության իրենք Հայաստանի տարածքը դիտում են տրանզիտ, որ ըստ էության կարող է օրինակ գնաց կգնալ եւ տրանզիտ երկրի տարածքում կանգառ չունենալ, օրինակ, կամ մեկ կանգառ ունենալ, եւ ոչ թե ընդհանուր ծրագրի մաս։ Այսինքն Հայաստանը փաստացի պետքա լինի նույն միջին միջանցքի, այսպես շահառուներից, գլխավոր գործընկերներից մեկը, ոչ թե տրանզիտ։ Այստեղ այսպես ուրեմն նրբություններ կան, ես կարծում եմ, որ հետագա այս նրբությունները իհարկե արդեն բանակցային նրբություններ շատ կան, օրինակ դրանցից մեկը, որ այդ գնացքը եթե զենք է տեղափոխում, ո՞վ ինչ։ Հենց դրա մասին է, եթե Հայաստանը տրանզիտ է, այսինքն ինչ է ստացվում է Թուրքիայից, երբ որ գալիս է, հա, Դիլիջուից, որտեղ վերջին իրանց նոր այս գիծը ընդեղից գալիս է, մտնում է Նախիջևան, հետո գալիս է Հայաստանից, ոնց է հետո այդ, որտեղ իրանք ասում են տրանզիտ։ Տրանզիտը կարող է ենթադրել որոշակի վագոներ ընդհանրապես չբացել, չնայել։ Այստեղ կան խնդիրներ, որը որ արդեն ավելի դետալային համաձայնություն պետք է լինի, բայց կարծում եմ մեծ հաշվով թուրքերի հետ չէ։ Թուրքերը ինչ որ մի պահի սրան կմիանան, այստեղ կարևոր է ամերիկացիների դիրքորոշումը։ Դե հա, ես հենց դա եմ ուզում հարցնել, այսինքն թուրքական կողմը ամերիկյան առաջարկին չի ընդդիմանում։ Չէ, չի ընդդիմանում, որտեղ տեսեք, Թուրքիան նախ չունի այդպիսի ըստ էության ռեսուրսներ ամերիկյան որևէ առաջարկի, դա կլինի միջին արևելքում, հարավային Կովկասում, թե մերձավոր արևելքում ընդդիմանալու համար, որտեղ այսօր Թուրքիան այդ վիճակում չի գտնվում։ Այլ ինքը ավելի մեծ խաղի մեջ է ու ինքը փորձում է ավելի շատ կարևոր հարցեր լուծել մերձավոր արևելքում, որն իր համար շատ ավելի կենսական է, քան թե այստեղ այդ խնդրի հետ կապված, դրա համար իրանք այստեղ կգնա զիջումների ավելի շուտ։ Ընդդիմանում է Ալիևը։ Ալիևը այո ընդդիմանում է եւ Ալիևի խոսույթը ըստ էության հենց դրա մասին է փաստում, որտեվ Ալիևը ինքը բնականաբար կուզենա այդ տրանզիտի այսպես մեծ մասի տերը լինել։ Բա ինչպես են բացատրելու Վաշինգտոնին։ Գիտեք, օրինակ վերջին Ալիևի ելույթները լսելուց ինձ մոտ այսպես մի տպավորություն ուրեմն առաջացավ, որ իրենք ըստ էության այնտեղ բանակցություններում ավելի ռեալիստական են մոտենում, ավելի բովանդակային խնդիրներ են քննարկում, բայց ռետորաբանությունը մի փոքր այլ է, որը կարող է ուղղված լինի օրինակ ներքին լսարանին։ Կամ Հայաստանի լսարանին։ Դե Հայաստանի լսարանը եւս շատ Ալիևի ոնց որ ամենօրյա խոսքերի ցիտելով է զբաղվում, որը որ իհարկե այո, նաեւ Հայաստանի լսարանը։